Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Եվ այսպես Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։ Վարչապետը ծաղիկներ է խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին ու ծաղկեպսակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները պատիվ ՈՒՆԵՄ-ը եւ Հայաստանը այսօր Եռաբլուր չեն այցելելու։ Խմբակցության ներկայացուցիչները փոխանցել են զինվորական Պանթեոն կայցելեն վաղը բանակի օրվա առիթով։ Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել։ Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի եւ խոնարհման օրն է այսօր։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից այն սահմանվել է մեր երկրի բանակի տոնի նախօրյակին ու քաղաքացիներն արդեն սկսել են հունվարի 27-ն անվանել երկնային բանակի օր։ Ժողովրդական այս ձևակերպման մեջ մեծ սեր կա, մեր իրականության մեջ մեծ սեր կա հանուն հայրենիքի իրենց կյանքը տված նահատակների նկատմամբ եւ մեծ պատասխանատվություն։ Յուրաքանչյուր ընկած զինվոր մեզնից յուրաքանչյուրի ընտանիքի անդամն է դառնում եւ սա այն ակնհայտ գիտակցության բերումով, որ նա զոհվել է հանուն մեզ, հանուն մեզնից յուրաքանչյուրի։ Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը եւ նրանց առաջ խոնարհվելը մեր պարտքն է, սա է պատճառը, որ հիշատակի պետական օր է սահմանվել։ Բայց այս օրից այն կողմ մեր պատասխանատվությունը չի նվազում, այլ ընդհակառակը ավելանում է պատասխանատվությունը այն բանի համար, որ մեր նահատակների զոհողությունները իզուր չլինեն։ Մեզ պատահած աղետներից հետո ամեն օր, ամեն Աստծո օր կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը ջանք են դրել գտնելու մի շատ կարևոր հարցի պատասխան։ Իսկ ինչ պետք է անել, ինչպես անել, որ մեր նահատակների զոհողությունները ապրեցնող լինեն եւ ոչ թե կոտրող։ Այս հարցին տրվել է հստակ ու աներկբա պատասխան։ Մեր նահատակները ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը բարձրանա։ Եվ հետեւաբար պետությունը զարգացած, ուժեղ, անվտանգ, բարեկեցիկ ու երջանիկ Հայաստանի Հանրապետությունն է մեր նահատակների հիշատակը ամենածանրակշիռ կերպով հավերժացնող եւ նրանց հետնորդներին ապրեցնող ամենատեսանելի հուշարձանը։ Եվ մենք այսօր կենտրոնացած ենք հենց այս խնդրի վրա։ Հայաստանի Հանրապետության հարատեվությունը, մեր պետականության ու նրա ինստիտուտների ուժեղացումը, պետությունը քաղաքացիների անվտանգության եւ բարեկեցության աշխատող գործիք դարձնելը, մեր երկրի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը ամրացնելը, երկրային բանակի շարունակական զարգացումն է այն անելիքը, որը մեզ հնարավորություն կտա նայել դեպի երկինք, մեր երկնային բանակին ու ժպիտ ստանալի պատասխան։ Սիրելի եղբայրներ, քույրեր, դուք իզուր չեք ընկել, ձեր զոհողությունը նոր գիտակցություն է ստեղծել, ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը, պարզեցրել մեր միտքը, ամրացրել մեր կամքը, ուժեղացնելու մեր պետությունը, կերտելու պետականակենտրոն մի ճանապարհ, որը բարեկեցության, անվտանգության, երջանկության, խաղաղության ճանապարհ է Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների համար։ Արդյունքների միջով մենք ժպտում ենք ձեզ եւ խոնարհվում ձեր հարազատների առաջ, ասել է վարչապետն ու եզրափակել, ծնկի ենք գալիս ձեր առաջ եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Հիշեցնեմ, օրեր առաջ Ազգային ժողովը օրենք ընդունեց, որով հունվարի 27-ը սահմանվեց հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Այսօր ոչ աշխատանքային օր է։ Նման նախաձեռնությամբ հանդես էին եկել քաղաքացիական պայմանագրից падգամավոր Ռուբեն Ռուբինյանն ու Հայաստան խմբակցությունից հեռացած Գեգամ Նազարյանը։ Նրանք նշել են, որ այդ օրը կհարգեն տարբեր տարիների ռազմական գործողությունների ժամանակ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհածների հիշատակը։ Ընտրել ենք հունվարի 27-ը որպես բանակի օրվան նախորդող օր, որովհետև ավանդաբար հունվարի 28-ին պաշտոնյաներն այցելում են Եռաբլուր, ասել էր Ռուբինյանը։ Հունվարի 27-ը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելու մասին օրենքի նախագծին ընդունվեց 69 կողմ եւ 15 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Ընդդիմությունը դեմ էր այս նախագծին։ Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, որը հունվարի 26-ին ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ, տեղեկացրել է, որ Ստրասբուրգում ընդունվել է ԵԽԽՎ վեհաժողովի մոնիթորինգի ընթացակարգի առաջընթացը անվամբ բանաձևը։ Հայաստանին վերաբերող հատվածում ի թիվս այլնի վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ, իսկ Ադրբեջանին վերաբերող հատվածում ի թիվս այլնի կոչ է
կիրառվում ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին, ասել է Ռուբինյանը։ Մասնավորապես ԵԽԽՎ վեհաժողովի մոնիթորինգի ընթացակարգի առաջընթացը անվանումով բանաձևը, որտեղ Հայաստանին վերաբերող հատվածում վեհաժողովը մտահոգություն է հայտնում հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ հայ առաքելական եկեղեցու առաջնորդի միջև լարվածության, ինչպես նաեւ այն հաղորդագրությունների առնչությամբ, որոնք վերաբերում են եկեղեցու մի քանի հոգեվորականների կողմից իշխանությունը զավթելու դավադրություններին։ Բանաձևը հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական կայքում։ Վեհաժողովը բանաձևում անդրադարձ է կատարել Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակին ու սպասվող ընտրություններին։ Այս համատեքստում ընդգծվել է երկրում քաղաքական հակառակորդների չափազանց բևեռացումը եւ պիտակավորումը։ Բանաձևում նշվում է, թե 2018-ից ի վեր Հայաստանում կայացած 3 ընտրությունները զերծ են եղել խախտումներից, ուստի վեհաժողովը վերահաստատում է պետական միջոցների չարաշահման ու քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ կանոնակարգերի կիրառման անհրաժեշտությունը։ 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ վեհաժողովը կոչ է անում բարելավել քաղաքական մեծամասնության եւ ընդդիմության միջև հարաբերությունները, ապահովելու համար, որ ընտրարշավը լինի հարցերի եւ քաղաքականության վրա հիմնված ու զերծ լինի ընտրությունների մասնակիցների միջև անձնական հարձակումներից, նշված է բանաձևում։ Ամենակննարկվող թեմաների շարքում շարունակում է մնալ աշխարհիկ եւ հոգեվոր վերնախավի, այսպես ասած, հակամարտությունը, սպասվող եպիսկոպոսատ ժողովը։ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով եպիսկոպոսատ ժողովը տեղի կունենա Ավստրիայում փետրվարի 16-ից 19-ին։ Հայ առաքելական եկեղեցու բարենորոգման խորհուրդը հայտարարություն է տարածել, պահանջելով չեղարկել եպիսկոպոսատ ժողովն արտերկրում անցկացնելու որոշումը այն հիմնավորմամբ, որ այսօրվա Գերագույն հոգեվոր խորհուրդը անվավեր կառույց է, քանզի այն ընտրվել է 2017 թվականի եկեղեցական ներկայացուցչական ժողովի կողմից 4 տարի ժամկետով, որի գործունեությունը ավարտվել է 2021-ին։ Դրանից հետո անդամների հեռացումներին եւ լրացումները կատարվել են ամենայն հայոց կաթողիկոսի գահը զբաղեցնող անձի կամայականությամբ։ Ուստի այդ Գերագույն հոգեվոր խորհրդի որոշումները կանոնական չեն։ Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրը Մայրաթոր Սուրբ Էջմիածինն է, որը հայ եկեղեցու նվիրապետության կենտրոնն է, ճանաչված եւ քրիստոնյա աշխարհի եւ հայ եկեղեցու նվիրապետական աթոռների կողմից։ Որպես Մայր եկեղեցու հոգեվոր կենտրոն այստեղ են ձեռնադրվել բոլոր եպիսկոպոսները։ Իր անկախությունը ամրապնդող Հայաստանի Հանրապետության պայմաններում Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսատ ժողով չգումարելու պատճառները չեն ներկայացվել եւ այդ որոշումը հիմնավորված չէ։ Որևէ մեկը իրավունք չունի նման կարևոր ժողովը օտար երկիր տեղափոխելով հեղինակազրկելու Մայրաթոր Սուրբ Էջմիածինն ու վարկաբեկելու հայոց պետականությունը։ Իդեպ մայր այդ թոռը կաթողիկոսի դեմ վարչապետի արշավի մաս է համարում կառավարող քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների օրենսդրական նոր նախաձեռնությունը, որի ընդունման դեպքում եկեղեցիները, վանքերը, անգամ մատուրները, որևէ երրորդ անձի նվիրելու կամ վաճառելու համար պարտադիր կլինի գործադիրի համաձայնությունը։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներ Թագուհի Ղազարյանի եւ Սիսակ Գաբրիելյանի հեղինակած օրենքը նախորդ շաբաթ միայն իշխանական падգամավորների քվեարկությամբ ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի Քահանա Արթանյանը տարակուսանքով է արձագանքում, թե ինչու է ընդհանրապես իշխանության ներսում այս գաղափարն առաջացել։ Չկա նման փաստ, որ հայ առաքելական եկեղեցին սրբավայր կամ որևէ հուշարձան նվիրաբերած լինի կամ օտարած լինի։ Նույնիսկ նման քննարկումներ երբևէ չեն եղել ու չեն կարող լինել, որովհետև յուրաքանչյուր սրբավայր, յուրաքանչյուր եկեղեցի ունի մեկ նպատակ՝ ծառայելու ժողովրդի հոգևոր կարիքներին, ասում է Եսայի Քահանան։ Թագուհի Ղազարյանը մամուլի հրապարակումներ նվկայակոչում, բայց դրանց վերաբերյալ քրեական գործեր չկան։ Կտրիչ Ներսիսյանը իր թոռներին օրինակ եկեղեցու գույքից բնակարան է նվիրել, ինչը չի հերքվել։ Ընդ որում հոգևոր խորհրդի ներկայացուցիչներն են այդ մասին պատմել, որ եկեղեցու գույքերն օտարվել են, նվիրվել են, սեփականաշնորհվել են իր ընտանիքի անդամներին, ասում է падգամավորը։ Կամ այն, որ մայր այդ թոռը Սուրբ Գեղարդից է մասունք նվիրել ռուսական եկեղեցուն։ Սակայն իր հեղինակած օրենքը չի տարածվում մասունքների, եկեղեցուն պահվող սրբապատկերների, իրերի, առավելևս Էջմիածնին պատկանող բնակարանների վրա։ Եթե դրան գումարենք վերջին 8 ամիսների խոսույթը, որ գեներացվում է այս պահին կաթողիկոսի պաշտոնը զբաղեցնող մարդու քաղաքական համախոհների շրջանակում, այսինքն տեղափոխել Մայր աթոռի նստավայրը Ռուսաստանից կառավարել, որովհետև որևէ կերպ չի բացառվում, որ ինքը կարող է տեղափոխվել նոր Նախիջևանի թեմ եւ նոր Նախիջևանի թեմի վրա գույքը գրանցել, նշում է Ղազարյանը։ Տեր Եսային ասում է, падգամավորի ասածը ընդամենը հիմնազուրկ ենթադրություն է, անհեթեթություն է, իրականում ամբողջովին անհեթեթություն է նման ձևակերպումները կամ
նման եզրակացությունները։ Որոշ քահանաներ էլ դեռ առանց օրենքի ուժի մեջ լինելու անհանգստացած են, որ ել չեն տնօրենի իրենց ծառայությանը հանձնված եկեղեցին։ Շաբաթավերջից լարված է դրությունը Ոսկետափում, տեղի քահանան, որ օրերս միացել էր վարչապետ Փաշինյանի նախաձեռնած եկեղեցու բարենորոգման ծրագրին, ապա հրաժարվել իր իսկ հայտարարությունից, ահազանգում է, թե եկեղեցու բարերարը եւ համայնքի ղեկավարը իրեն վերջնագիր են ներկայացրել ազատել խորանը ու հանձնել տաճարի բանալիները։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպել է Մոլդովայի փոխվարչապետ արտգործնախարար Միխայ Պոպշոյի հետ։ Հայաստանի արտգործնախարարությունից հայտնում են, որ Միրզոյանը եւ Պոպշոյը քննարկել են Հայաստանի եւ Մոլդովայի միջև գործընկերության զարգացման ու երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորությունները։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի եւ Մոլդովայի համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում տնտեսական համագործակցության ակտիվ խթանման հարցում հետաքրքրությունը։ Մտքեր են փոխանակվել ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման խառնածին սպառնալիքների, այդ թվում ապատեղեկատվության արդյունավետ հակազդելու մեխանիզմների շուրջ։ Հայաստանի եւ Մոլդովայի արտգործնախարարները քննարկել են Եվրոպական միությանն առնչվող փոխգործակցության հարցեր, ընդգծելով եվրոպական ինտեգրման գործընթացում փորձի փոխանակման պատրաստակամությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել առաջիկայում Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային զարգացումների շուրջ, հայտնում են արտաքին քաղաքական գերատեսչությունից։ Հիշեցնեմ, Հանրապետության արտգործնախարար Միրզոյանն աշխատանքային այցով է Ստրասբուրգում, ծրագրված են Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներ։ Հունվարի 28-ին էլ Արարատ Միրզոյանը ելույթով հանդես կգա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, այցի օրակարգում են երկկողմ հանդիպումները։ Ստրասբուրգում շարունակվում են ԵԽԽՎ-ի աշխատանքները։ ԵԽԽՎ վեհաժողովի մոնիթորինգի ընթացակարգի առաջընթացը անվամբ բանաձևում, որում անդրադառնալով Ադրբեջանին, հղում անելով 2024-ին ընդունված 25-27 բանաձևին, Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության դեռևս չվավերացված լիազորությունների վիճարկումը էական հիմքերով, վեհաժողովը շարունակում է լրջորեն մտահոգված լինել երկրում մարդու իրավունքների իրավիճակի հետագա վատթարացմամբ եւ ենթադրաբար քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձանց թվի աճով, այդ թվում քաղաքացիական հասարակության ակտիվիստների, լրագրողների, լրատվամիջոցների աշխատողների, գիտնականների, ընդդիմադիր քաղաքական գործիչների եւ կառավարության այլ քննադատների։ Այն կոչ է անում իշխանություններին դադարեցնել հակադարձ հետապնդումներն ու անհապաղ ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով կալանավորված բոլոր անձանց, այդ թվում հայ կալանավորվածների, մարդու իրավունքների պաշտպան Անար Մամեդլիի, ինչպես նաեւ Աբզաս մեդիա գործով ներգրավված լրագրողներին ու լրատվամիջոցի աշխատողներին։ Վեհաժողովը կրկին կոչ է անում իշխանություններին փոփոխություն կատարել քաղաքական կուսակցությունների մասին, լրատվամիջոցների մասին օրենքներում եւ ոչ կառավարական կազմակերպությունների վերաբերյալ համապատասխան օրենսդրությունում, համապատասխանեցնելով ժողովրդավարության իրավունքի միջոցով Եվրոպական հանձնաժողովի, ինչը Վենետիկի հանձնաժողովն է, առաջարկություններին ու կատարել մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումները։ Վեհաժողովը վերահաստատում է իր դատապարտումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից վեհաժողովի բազմաթիվ անդամներին անցանկալի անձ հայտարարելու որոշման վերաբերյալ, որը թիվս այլոց 25-27-2024-ին ընդունված բանաձևին կողմ քվեարկելու հետևանքով է եւ կոչ է անում իշխանություններին անհապաղ չեղյալ հայտարարել այդ որոշումը։ Վեհաժողովը նշում է Ադրբեջանի իշխանությունների եւ խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեի միջև համագործակցության վերսկսման մասին ու կոչ է անում իշխանություններին կառուցողական երկխոսություն սկսել Եվրոպայի խորհրդի բոլոր մարմինների, այդ թվում հենց վեհաժողովի հետ։ Եվ այժմ զրուցելու եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ։ Բարև ձեզ։ Տիկին Կարապետյան, ես համառոտ հնարավորինս ներկայացրեցի հունվարի 27-ի նշանակությունը խորհուրդը եւ անհրաժեշտությունը, ինչու է անհրաժեշտ ունենալ մեր այսպիսի օր եւ նշեցի, որ ընդդիմադիր խմբակցությունները, որոնք դեմ էին հանդես գալի, նրանք նշել էին, որ չեն այցելելու Յարաբլուր, կգնան հունվարի 28-ին, բանակի օրվան, հիմա նաեւ մամուլը եւ այդ թվում ընդդիմադիրները հիշում են, որ դուք 2025-ի սեպտեմբերին չեք գնացել Յարաբլուր, ոչ սեպտեմբերի 27-ին եք գնացել, ոչ սեպտեմբերի 13-14-ին եք գնացել, մի խոսքով, հա, այս թեմայով շահարկումների, այսպես ասենք, տեղ այնուամենայնիվ կա, թե ոչ, եւ ձեզ համար բացատրելի է, որ այսօր մենք խոնարհվում ենք նրանց առաջ, վաղը տոնում ենք բանակի օրը։
Նախ ես եւս իմ խոնարհումն եմ հայտնում հայրենիքի համար բոլոր զոհվածների հիշատակի արչեւ եւ նաեւ նրանց ընտանիքների։ Մենք փորձ ենք կատարել այս օրը սահմանելով նախ չառանձնացնել, թե որ ռազմական գործողությունների համար են մեր հայրենակիցները զոհվել եւ նաեւ փորձ ենք կատարել փոխկապակցել այն մեր պետականության հետ, քանի որ վաղը մենք նշելու ենք Հայաստանի Հանրապետության բանակի տոնը եւ նաեւ ավանդաբար այդ տոնը թերևս այն հատկապես այն ընտանիքների համար կամ այն մարդկանց համար, ում հարազատները զոհվել են, փոքրինչ կամ շատ հասկանալի պատճառներով շատ տխուր որ կարող է լինել, հետեւաբար հունվարի 27-ին սահմանելով որպես հիշատակի ու խոնարհումի օր կարող ենք մեր այդ խոնարհումը արտահայտել այսօր եւ վաղը արդեն մեր պետականության եւ բանակի տոնը ընդգծել։ Եվ իսկապես այս քննարկումներում երկու համահեղինակները, ազգային ժողովի պատգամավորները փորձ են կատարել համաձայնության հասնել ընդդիմության հետ եւ ինձ համար հասկանալի չեն, թե ինչ հիմնավորումներով են նրանք հրաժարվել միանալ այս նախաձեռնությանը։ Սա պետք է որ լիներ մի համերաշխության կետ, որում մենք մեր բոլոր քաղաքական տարաձայնությունները մի կողմ կդնեինք եւ իսկապես կարտահայտեինք մեր երախտագիտությունն ու խոնարհումը առ այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը զոհել են, որ մենք եւ մեր պետությունը լինեն։ Իսկ մրցակցության մեջ մտնել, թե ով քանի անգամ է եռաբլուր գնացել եւ երբ կամ ինչ կազմով, ես չեմ պատրաստվում։ Շատ լավ, իսկ օրինակ կարող եք արձագանքել, որ եռաբլուր չեն թողել լրագրողներին մուտք գործել այսօր անվտանգության աշխատակիցները, քանի որ իշխանական վերնախավն է գնում, չգիտեմ, այսինքն միայն նրանք գնացել են, արարողություն տեղի ունեցել եւ որից հետո արդեն այսպես ասենք բաց է եղել, հա, տարակուսելի չէ։ Այսօրվա մասին զեկույցներին ծանոթ չեմ, թե ում է թույլատրվել կամ ում չի թույլատրվել, ընդհանուր գնահատական կհնչեցնեմ, ես կարծում եմ, որ շատ անպատեհ է առհասարակ եռաբլուրում անցկացնելը քաղաքական ակցիաներ եւ նույնիսկ հարցազրույցներ, եթե դրանք չեն առնչվում օրինակ օրվա խորհրդի հետ մեկ հարց, մեկ պատասխան ինչ որ ֆորմատով եւ կարող են տարածվել եւ անդրադառնալ թեմաների, որոնք իսկապես շատ կաշկանդող է այդ միջավայրը նման թեմաներին անդրադառնալու համար։ Մենք ունենք պատեհ տարածքներ, պատեհ պահեր, որտեղ կարելի է խոսել ամենասուր տարաձայնությունների մասին, բայց այդ հիշատակի վայրերը այն վայրերը չեն, որտեղ այդ հարցերը պետք է արծացվեն եւ արդեն ավանդաբար տարիներ շարունակ մենք տեսնում ենք, որ թե քաղաքական գործիչներ, թե մարդիկ, ովքեր լրագրողական գործունեություն պետք է ծավալեն, փորձ են կատարում այդ պահերը, որում մենք պետք է համերաշխ եւ լուռ լինենք, վերածել բանավեճի վայրերի մեղմ ասած կամ նույնիսկ քաշքշուկի կամ բախման։ Այդ ամենը իհարկե շատ տհաճ է դիտել։ Ես բոլորին կոչ կանեմ տեղափոխել այդ ամենը ավելի պատեհ տեղեր եւ պատեհ ժամանակներ։ Ինչ վերաբերում է քաշքշուկին, ձեր ընդդիմադիր գործիչները առավոտից հայտարարություններ են անում, ասում են դուք այդպես խոնարհումով տոգորված նահատակների զոհերի նկատմամբ մոռացել եք ինչպես եք բռնությամբ հեռացնում զոհվածների ծնողներին եռաբլուրից։ Գիտեք ինչ կա, եթե այդ բռնության դեպքերի մասին խոսենք, իմ աչքի առջև այլ բաներ են հառնում։ Պետք է նույնը անել։ Անցյալից բոլորովին պետք չէ նույնը անել, եւ ես կարծում եմ, որ մեր իրավապահ համակարգը մշտապես պետք է աշխատի իր հմտությունների վրա, որպիսի ավելի քաղաքակիրթ ձևով ապահովի հանրային կարգը։ Բայց եթե պետք է ապահովի հանրային կարգը, ապա դա պետք է կատարի։ Չեմ խրախուսում, որպեսզի պարզապես մի կողմ քաշվեն, որովհետև ինչ որ մեկը առավել մեծ, ասենք վշտի վկայակոչմամբ է փորձում իրականացնել իր քաղաքացիական որևէ իրավունքը եւ դրանով նաեւ դուրս է գալիս պատեհության սահմաններից այդ վայրերի նկատմամբ պատեհության ոչ մեր հանդեպ մենք նման վերաբերմունք չենք ակնկալում եւ այլ վայրերում, այլ տեղերում պատրաստ ենք ամենասուր բանավեճերի մեջ մտնել, դժվար հարցերը քննարկել, բայց ոչ այնտեղ։ Վարչապետն ասում է, մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը բարձրանա։ Երբ եկաք այդ գիտակցության։
Դե գիտեք 44 օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո մենք իհարկե շատ մանրամասնությամբ ենք անդրադարձել ինքներս մեզ, մեր պատմությանը եւ ոչ միայն անկախության շրջանի, այլ առհասարակ Հայաստանի եւ հայոց պատմությանը։ Եվ այդ ինքնահայեցման ընթացքում եկել ենք այն գիտակցմանը, ես իմ բառերով իհարկե կձևակերպեմ սա, որ մեր դարավոր երազանքը վերականգնելու Հայաստանի Հանրապետությունը իրագործվել է, սակայն մենք պատշաճ շտկումներ չենք մտցրել մեր քաղաքական մտքի մեջ, որպիսի նկատենք, որ այդ իղձը եւ երազանքը իրագործվել է, գուցե այն ժամանակվա պատկերացումների, երբ մենք չունեինք այդ պետականությունը ճշգրիտ սահմաններով չի համընկնում, կամ այն բարեկեցության աշճանը չունի, որը մենք երազել ենք, որ ունենանք, բայց մենք 91 թվականը պետք է ընդունենք իգիտություն որպես մեր պետականության ստեղծման թիվ այն սահմաններում եւ այնպիսին ինչպիսին այն կա եւ այդտեղից աշխատենք այդ բարեկեցության բարելավման ուղղությամբ։ Հետևաբար բոլոր մեր եղբայրերն ու քույրերը, որոնք իրենց կյանքը դրել են զոհասեղանին, այդ նպատակի համար են եւ Հայաստանը շենացնելով է, որ մենք կարողանանք, եթե հնարավոր է իմաստավորել այդ զոհողությունը, իհարկե սա շատ դժվար է ընտանիքների, հարազատների, ընկերների համար, բայց քաղաքական իմաստով որպես ժողովուրդ Հայաստանի Հանրապետությունն է հատուցումը այդ զոհողությունների։ Միայն այդպես հնարավոր է իմաստավորել։ Այստեղ իհարկե նաև դատողություններ այլ տիպի էլ կան, թե ինչպես է Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել ձեռ-ձեռի բռնած հակամարտության հետ եւ ինչպես ենք մենք տարիներ շարունակ չկարողացել հստակեցնել նույնիսկ ինքներս մեզ համար, արդյոք դա առանձին տարածք է, թե առանձին տարածք չէ, արդյոք մարդիկ զոհվում են այդ տարածքի համար, թե այդ տարածքից դուրս տարածքի համար։ Հստակ չէ դա։ Հիմա մենք հստակություն ենք մտցնում, որ չէ, իհարկե հստակ չէ։ Դա առանձին տարածք էր, բայց դա հայրենիք էր։ Պարոն Ոսկանյան, մենք շատ խճճված էինք։ Մենք մտածում էինք, արդյոք մարդիկ պետք է զինվորագրվեն պաշտոնապես, թե որպես կամավոր հանդես գան։ Կարծում եմ բոլոր այդ խնդիրների մասին բոլորս լավատեղյակ ենք, երբ նույնիսկ իրավական կարգավիճակը լավ չենք պատկերացնում, այդտեղից բխող շատ հետևանքներով։ Առանձնահատակների չէր լինի։ Ինչը։ Հայաստանի Հանրապետության գիտակցում։ Գիտեք, ես իհարկե կուզեի ժամանակի մեջ հետ գնալ եւ այդ խմբագրումը կատարել, բայց այդ խմբագրումը եթե ինձ հարցնեք, որը պետք է լիներ, ապա դա 80-ականների վերջին եւ 90-ականների սկզբին մեր անկախ պետականության հիմքերը դնելու գաղափարները պետք է խմբագրվեին։ Բայց ես նաեւ հասկանում եմ, որ այս ժամանակի հեռավորությունից է, որ ես կարողանում եմ այս դատողությունները անել։ Այդ մարդիկ փորձել են անել իրենց լավագույնը։ Իհարկե այստեղ նաև վարկած կա արտաքին միջամտության վերաբերյալ։ Ես դա մի պահ մի կողմ եմ դնում եւ հայացքս ուղղում եմ մեզ։ Եթե հնարավոր է խուսափել, ապա այդ նույնը պետք է մենք կարողանանք վերագրել նաև առաջին պատերազմին։ Որտեւ երկու դեպքում էլ մեր վրա են հարձակվել։ Երկու դեպքում էլ մենք կարող ենք միշտ պնդում կատարել, որ պաշտպանվել ենք, չէ՞։ Եվ այո, սա ճշմարիտ պնդում է։ Բայց եթե առավել գլոբալ ենք խնդրին նայում, եթե հարց ենք դնում խուսափել զոհերից, ապա այդ հարցը պետք է մինչև այդ հարցի արմատները իջեցնենք եւ հասկանանք իսկ ինչու առաջին պատերազմը ընդունել պարզապես իգիտություն եւ համարել, որ այդտեղ մեր վրա հարձակվել են եւ մենք պաշտպանվում ենք, իսկ երկրորդ պատերազմին այդպես չվերաբերվել։ Ես հիմա բնավ չեմ ուզում, որ մենք խորանանք հնարավոր էր պատերազմը կանխել, հնարավոր չէր, բայց տեսեք, ձեզ հաճախ հենց դրա համար են մեղադրում։ Երբ ասում են այո գնայիք ժամանակին այդ զիջումներին, ունենալով շատ բարձր լեգիտիմություն եւ խուսափեիք այդ կորսանարար պատերազմից, հա, գոնե պահպանելով այն, ինչ հնարավոր է պահպանել, բոլորովին չիմանալով, թե այսօր օրինակ իրավիճակը ինչպիսին կլիներ, ինչ դասավորվածություն կունենար, հա։ Նկատի ունեմ հիմնական նաև մեղադրանքը այդ հարցում, այսինքն եթե մենք շատ այսպես զգայական հատվածից փոխվենք հարցի, մեղադրանքը այն է, որ դուք ունենալով բարձր լեգիտիմություն չեք գնացել ցավոտ որոշումների կայացմանը։ Դուք ցավոտ որոշումներ եք կայացրել լեգիտիմության անկման պարագայում։
Ինչը ցույց է տալիս, որ մենք իրականում չենք վախենում ցավոտ որոշումներ կայացնելուց։ Այստեղ խնդիրը այլ է, որոշումը նախ ներքուստ պետք է հավատամք այդպիսի ունենա մարդը այդ որոշումը կայացնելու։ Բայց նաև այդ որոշումների իրագործելիության մասին ենք մենք խոսում։ Տեսեք, նույնիսկ պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունում չի եղել մի որևէ ինստիտուտ, արտաքին գործերի նախարարությունից սկսած մինչև Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցի եւ Արանքում բոլոր ինստիտուտները ըմբոստացել են խաղաղության գնալու դեմ։ Մենք ինչպես ենք պատկերացրել, թե 2018-ից 20 թվականներին հնարավոր կլիներ այդ խաղաղության գնալ եւ ինչպես ենք օրինակ պատկերացրել Քելբաջարի լեռներից հայ զինվորների իջնելը կամ օրինակ գլխավոր շտաբը մեր զինված ուժերի աջակցելու էր այդ քաղաքական նպատակադրման իրագործման ուղղությամբ կամ մյուս քաղաքական միավորները գիտեք այս անհնարինությունը ընդ որում 18-ից 20 թվականներով չի սահմանափակվում այս անհնարինությունը եղել է թե 2008-ից 18 թվականներին թե 98-ից 2008 թվականներին եւ թե նույնիսկ 90-ականներին որովհետեւ ինչու է Հայաստանի 90-ականներին օրինակ խորհրդարանը Հայաստանի ընդունել որոշումը, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չպետք է ճանաչվի Ադրբեջանի կազմում։ Ինչպիսի իրավիճակում է սա ընդունվել եւ ինչու այն մարդիկ, ովքեր պետք է մինչեւ 98 թվականը լուծման գնային, այդ որոշմանը չեն կարողացել դիմադրել եւ չընդունել։ Էլի նույն իրավիճակն է եղել, էլի ընդդիմությունը սպառնացել է ցույցերով, էլի դուրս է եկել փողոց եւ Հայաստանը, ընդ որում պատերազմող Հայաստանը ապակայանացնելու է գնացել, նույնը նաև տեսել են 44 օրյա պատերազմի ընթացքում, բայց այստեղ թերևս շատ կարևոր է, որ եզակի բացառություններով ներքին համոզմունքը չունեին Հայաստանի քաղաքական գործիչների գերակշիռ մեծամասնությունը չուներ այդ ներքին համոզմունքը եւ այսօր բացահայտվում է, որ նույնիսկ նրանք ում մասին մենք մտածել ենք, որ իրենք ունեին այդ ներքին համոզմունքը, բարձվում է նկատի ունեմ Հայաստանի առաջին նախագահի թիմը, թիմակիցները եւ անձամբ նախագահ այդ մարդկանց մասին ենք մտածել, չէ՞, որ խաղաղության է պետք գնալ։ Բարձում է, որ այդ իրենք էլ չեն պատկերացրել, թե այդ ինչ ճանապարհով պետք է գնալ այդ խաղաղության։ Եվ դա եղել է մի ճանապարհ, որում ժողովուրդը մասնակցություն չպետք է ունենար։ Դա էլիտաների միջև պայմանավորվածություն պետք է լիներ։ Իսկ էլիտաները միմյանց այդ պայմանավորվածությունը, այդ համաձայնությունը չէին տալիս։ Հենց մեկը փորձում էր գնալ խաղաղության, մնացած բոլորը հավաքվում, հարձակվում էին այդ մեկի վրա։ Պատկերացրիք բոլոր ժամանակամիջոցներում։ Պարզվում է, որ ուրեմն նույնիսկ խաղաղության մասին քաղաքականապես մտածող Հայաստանի քաղաքական գործիչները մտածել են, որ դե ժողովրդին այս ամեն ինչից պետք է դուրս թողնել, հո նրանց համաձայնությամբ չպետք է այս ամեն ինչը տեղի ունենա։ Միջ էլիտար բան պետք է տեղի ունենա, որոշում պետք է տեղի ունենա։ Իսկ դրան հասնելը անհնար էր, որովհետև Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանում իշխանություն ձևավորելու եւ իշխանության մնալու հարց է եղել։ Բայց ձեր ընդդիմադիր գործընկերները այսօր էլ բանաձևում են դրա հնարավոր լինելը։ Ինչի հնարավոր լինելը։ Այսինքն կորուստների գոնե մի մասի վերականգնումը։ Դե ես կարծում եմ, որ իրենք իրենց նախորդիվ տրված ասացների պատասխանատվության տակ են մնացել եւ չեն կարողանում ընդունել, որ սխալ հաշվարկներ են արել, սխալ պատկերացումներ են ունեցել, բայց այստեղ իհարկե կա ոչ միայն այդ ներհայաստանյան բաղադրիչը, այլ նաև արտաքին քաղաքական բաղադրիչը։ Դարեր շարունակ Հարավային Կովկասը ունի մի արտաքին քաղաքական կոնֆիգուրացիա։ Դա հայ ժողովրդի անհնարինությունն է եղել ապրելու այս հարևանությամբ, որը քանի դեռ մենք եղել ենք պետություն չունեցող ժողովուրդ, ով ցանկանում է ազատագրվել, ունի մեկ քաղաքական տրամաբանություն, բայց պետականություն ձեռք բերելուց հետո այդ քաղաքական տրամաբանությունը պետք է փոխվի։ Եթե մենք իհարկե չենք ցանկանում կորցնել այդ պետականությունից, մենք չենք ցանկանում։ Այդ քաղաքական տրամաբանության փոփոխությունը մենք իրագործել ենք եւ Հայաստանը հիմա լրիվ այլ ուղով է գնում։ Իսկ այդ մարդիկ իրենց ուզում են ոնց որ քաղաքականապես հետևողական ներքուստ զգան, բայց ես նաեւ կարծում եմ, որ այդտեղ կա կարևոր արտաքին քաղաքական շահի բաղադրիչ։ Կարծում եմ բոլորին հասկանալի է, դեր ակնարկը շատ չխորանանք այդտեղ։
բայց չէ, ասում են ոչ թե այդ պետականության գիտակցում, չգիտեմ, ամրապնդում կամ առասարակ լինել չլինել, ձեզ մեղադրում են հենց այդ անկախության, ինքնիշխանության եւ պետականության իմիտացիայի մեջ, հա, որովհետեւ ասում են դուք ոչինչ չեք անում մեզանի, այն ինչ որ մենք արել ենք, դուք դրանից լավը չեք անում, այսինքն դուք վերցնում եք Հայաստանի կախվածության մեջ եք դնում մեկի կախվածությունը թույլատնում եք, տանում եք մյուսից եք կախվածության մեջ դնում, այսինքն գումարների տեղափոխելուց առանձնապես գումարը չի փոխվում, դուք կախված եք մնում այնուամենայնիվ։ Այստեղ մենք խոսում ենք փոխկախվածությունների մասին։ Ադրբեջանից 2 անգամ նավթ է եկել եւ Ադրբեջանն էլ մեզնից է կախված լինելու, որպեսզի տարանցում կատարի մեր տարածքով եւ գնա իր երկրի մյուս հատվածը Նախիջևան եւ առհասարակ բեռնափոխադրումները միջազգային իրագործի, այդ թվում Հայաստանի տարածքով, ինչպես եւ մենք։ Մենք էլ կարիք ունենք Կասպից ծովի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ կապվելու։ Եվ այստեղ Ադրբեջանի հետ մեր փոխկախվածությունը, մեր փոխկախվածությունների հանրագումարի մեջ մի մասն է։ Ենթադրենք սենց պատկերացնենք։ Հայաստանը պետք է ունենա 100% փոխկախվածություններ աշխարհի հետ, հա։ Դրանցից 50%-ը Հայաստանը կարող է բաշխել իր 4 հարևանների մեջ, որովհետև դրանք անմիջապես իր մարմնին կպած երկրներն են եւ մնացած աշխարհի հետ շփվելու համար այդ 4-ի տարածքը եւ այդ 4-ի հետ լավ հարաբերություններից օգտվելով պետք է կատարի։ Այն մյուս 50-ը կարող է բաշխել արդեն աշխարհի մյուս երկրների վրա։ Սա շատ պատկերավոր լինելու համար եմ ասում էլի, որ այդ փոխկախվածությունը մեր հարևաններից յուրաքանչյուրի հետ, մեր բոլոր փոխկախվածությունների մի որևէ չափաբաժինն է։ Եվ մենք այնքան, ուզում ասեմ, մենք հիմա զրոյական կետում ենք իրականում։ Այդ զրոյական կետից առաջի 2 քայլ ենք կատարել, եւ արդեն իսկ այդ 2 քայլը հարձակման է ենթարկվում։ Ինչու՞։ Որպեսզի մեզ վերադարձնեն այն տրամաբանության մեջ, որտեղ իսկապես մեկ դերակատարից էր մեր ամբողջ կախվածությունը, մենք մի հեռախոսահամար գիտեինք։ Ինչ խնդիր ունենում ենք, այդ հեռախոսահամարն ենք հավաքում։ Զանգում եք Մոսկվա, հիմա զանգում եք Վաշինգտոն։ Հիմա զանգում ենք տարբեր տեղեր, Թեհրան ենք զանգում, Ստամբուլ ենք զանգում, Անկարա ավելի ճիշտ, Բաքու, Թբիլիսի, Մոսկվա, Վաշինգտոն, Պեկին։ Բայց այսպես ասենք, ես վերջերս մի քննարկում հանդիպում է, որտեղ նաև ադրբեջանական կողմի ներկայացուցիչներ կային քաղաքասարակությունից, վրդովմունքը ակնհայտ էր օրինակ TRIP նախագծի մասով, ընդգծված, որովհետև դա չէին դիտարկում զուտ հայ-ամերիկյան համատեղ ինչ-որ ձեռնարկության գործունեություն, չգիտեմ, եւ այլն, կառավարում, այլ դիտարկում էին որպես Հայաստանին անվտանգության հստակ երաշխիքներ էին դիտարկում, հա։ Դրական իմաստով թե բացասական, ընդգծում եմ, հստակ վրդովմունք կար դրանում։ Հիմա անվտանգության երաշխիքի շուրջ վրդովմունք մի քիչ լավ չեմ հասկանում։ Եթե իրենց տրամաբանության մեջից եմ նայում, միևնույն է լավ չեմ հասկանում։ Ես այսպես ընկալեցի, ինչու է Միացյալ Նահանգները ձեզ այստեղ այսքան երաշխիքներ տալիս, այսինքն ինչու է դառնում այս տարածքը այսպես անձեռնամխելի։ Դրա մասին շատ པարզ են եղել արձանագրումները։ Ես թողնեմ իրենց դիտարկումը, ինձ դա չի հետաքրքրում, մենք ինչ են ասում։ Ուզում ասեմ, բա ինչու օրինակ այդտեղ չկա, ինչպես օրինակ մեր ձևովից են ասում, երկրորդ երաշխավորը, եթե դուք եւ Մոսկվա եք զանգում եւ Վաշինգտոն եք զանգում։ Մեր երկրորդ երաշխավորը Հարավկովկասյան երկաթուղին ունի։ Կա։ Թող հանգիստ լինեն։ Պարտադիր չէ ամերիկյան այս նախաձեռնությունը ձախողման ենթարկել երկրորդ երաշխավորին առաջարկելով միանալ մի բանի, որը հնարավոր չէ։ Այդտեղ նաև ավելացնում են Չինաստանը, այսինքն անհավանական բոլոր բաները չեզոքացնող ամերիկյան ներդրումները առաջարկում են միացնել այդտեղ, այսինքն ինչպես միշտ սիրում են, չէ, անել մի առաջարկ, որը դիմացինին կստիպի հրաժարվել իր իսկ լուծումից կամ առաջարկից, այդ տրամաբանություն։ Տերմինը, որ ես օգտագործում եմ, երաշխավոր, փորձում եմ օգտվել իրենց տրամաբանությունից։ Այդ երկրորդ երաշխավոր, ուշադրություն իրենց երկրորդ երաշխավորը Հարավկովկասյան երկաթուղի ունի, թող զբաղվեն այդ երկրորդ երաշխավորը իր այն նրանով, ինչը արդեն իսկ իրեն է։ Այստեղ ակնհայտել է, որ Պեկինը, տեսեք, Թրամփը բոլոր այդ գործարքները ուզում կնքի։ Եվ մեզ հետ է կնքեց։ Այո։ Միջնորդ եք, թող Պեկինն էլ դառնա, չգիտեմ, երրորդը այդտեղ դուք գործարք կնքեն։ Կարիքը դրա որն է, ասենք ինչ ա եղել Միացյալ Նահանգների գումարը չի հերիքել։ Միացյալ Նահանգների քաղաքական կամքը չի, ինչն է որ չի բավարարել Միացյալ Նահանգներում, որ անհրաժեշտ է համալրել Միացյալ Նահանգների կողմից իր ախոյանը հռչակված Չինաստանով եւ Ռուսաստանի հետ, ընդ որում ասեմ,
մեծ բարեբախտություն է իրականում, որ այս պատմական փուլում սա շատ sense հայաստանյան դիտանկյունից եմ նայում էլի, որ իրականում Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ փորձում են լեզու գտնել։ Հիմա ձեր հենց այս բանից ձեզ ընդդիմադիրներն արձագանք են, ասեն, տեսեք, դուք Միացյալ Նահանգների մասին եք խոսում, Հայաստանի մասին չեք մտածում։ Այդ իրենք են ասում, եկեք Չինաստան եւ Ռուսաստան ավելացնենք, դրա համար ես անդրադառնում եմ հացի այդ դիտանկյունին։ Չսարքեք այս երկիրը թատերաբեմ բախումների։ Այդ իրենց մեծագույն երազանքն է, որպեսզի Հայաստանում բախումներ տեղի ունենան եւ իրենք այդ բախումների սպառնալիքից նախ չիմանալով թե ինչպիսի քաղաքականություն վարեն աշխարհի հետ, մեկուսացել են աշխարհից, կարծես անչափահաս եւ ծնողի սկզբունքով գտել են մի տեղ։ Այդ իրենց անհնարինությունն է հարաբերվելու աշխարհի բազմազանության եւ աշխարհի բարդության հետ։ Աշխարհը բազմազան եւ բարդ է։ Եվ իրականում այդ որ ասում էի չափահաս արտաքին քաղաքականությունը ենթադրում է հասկանալ աշխարհի բազմազանությունն ու բարդությունը եւ այդտեղ ինչը ինչպես կարելի է համադրել եւ ոչ թե վախենալ, որ դե լավ, շատ մի մեղադրեք, որովհետեւ այնպես չեն հաղորդման սկզբից ինչի մասին մենք խոսում ենք, դուք անմիջապես քաղաքական իշխանության մեծամասնություն լինելով հասկացել եք, հա գուցե ժամանակը գա իրենք էլ կհասկանան։ Ես իսկապես անկեղծորեն ուզում եմ հավատալ, որ ժամանակի ընթացքում ու այստեղ իրականում կա ժամանակի հարցը։ Մեզ ժամանակ է նաև անհրաժեշտ, մենք արդեն իսկ խաղում ենք առաջին պտուղները խաղաղության, տեսնում ենք թե ինչպիսի հանդարտություն է այն բերում բոլորիս նյարդային համակարգին։ Ես հույս եմ հայտնում, որ այդ մարդկանց նյարդային համակարգերն էլ ժամանակի ընթացքում կհանդարտվեն եւ իրենք կտեսնեն, որ այո, այս հնարավորությունը կար եւ շարունակում է լինել եւ մենք պետք է այսինքն հարևանների հետ խաղաղ ապրելու եւ նրանց հետ չմիջնորդավորված հարաբերություններ ունենալու եւ ուղիղ խոսելու եւ մեր խնդիրները ինքնուրույն լուծելու։ Գիտեք, այո, ժամանակ կար, երբ մենք էլ օրինակ խաղաղության պայմանագրի համար երաշխավորի ինստիտուտի մասին էինք խոսում, հիշում եք։ Բայց երբ հանգամանքները փոխվում են եւ դու տեսնում ես հնարավորություն արդեն իսկ երկկողմ անելու, վերանայում ես նախորդ, այսինքն պատանդը չես քո նախորդ պատկերացումների, որոնք պայմանավորված են նախորդ հանգամանքներով։ Իրավիճակը փոխվում են նաև քո պատկերացումները։ Քանի որ մենք նաև այսպես թե այնպես շոշափում ենք բանակի թեման եւ այլն, եւ դա հիմա մեր հասարակական քաղաքական քննարկումներում բավականին արդի թեմա է։ Ես հիմա մի քանի մեջբերումներ կանեմ, մասնավորապես նրանք ինչ հրապարակային է, հա, ես սրանք պնդումներ չեն, են ինչ որ կա մամուլում։ Բանակում չի ծառայել հանրապետության վարչապետը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը առողջական խնդիրների պատճառով, նույն պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է վարչապետի նախկին գլխավոր խորհրդական շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմինդյանը, տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը չի ծառայել ընտանեկան կարգավիճակով պայմանավորված երկրորդ երեխան ունենալու հանգամանքով, արտգործնախարար Միրզոյանը չի ծառայել, ակադեմիական տարկետում է ստացել, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը չի ծառայել, աշխատանքի սոցիալական հարցերի նախկին նախարար ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը չի ծառայել առողջական խնդիրների պատճառով, քաղաքացիական պայմանագրի խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը չի ծառայել նույն պատճառով բանակում, կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար այժմ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը չի ծառայել բանակում, առողջապահության նախկին նախարար այժմ աշխատանքի սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը առողջական խնդիրների պատճառով չի ծառայել բանակում, Գևորգ Պապոյանը չի ծառայել, Վլադիմիր Վարդանյանը չի ծառայել գիտությամբ զբաղվելու հիմքով, չեն ծառայել Բաբկեն Թունյանը, Սարգիս Խանդանյանը, Վաղարշակ Հակոբյանը, Համբարձում Մաթևոսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Արեն Մկրտչյանը, առողջական խնդիրների պատճառով, ԿՊԱ-ական падգամավոր Վահե Ղալումյանի երկու որդիները, Աշոտ Վլադիմիր Ղալումյանները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի երկու որդիները, Միսակ եւ Նարեկ Հովակիմյանները եւ այսպես շարունակ։ Ինչու եք ընկել Նարեկ Կարապետյանի ետևից։ Ես չեմ անդրադառնա այդ ցանկի փաստական հատվածին, այսինքն իմ պատասխանը չընկալեք հաստատում, որ այո, այդ բոլոր մարդիկ չեն ծառայել բանակում, որովհետև ես գործընկերներից մեկից այս հարցին պատասխանից լսեցի, որ պարոն Թորոսյանը օրինակ բանակում ծառայել է, ասում է, եւ ինչպես 1 տարի, բայց ցանկը ընթերցելիս դուք ընթերցեցիք նրա անունը, կարծես թե լիարժեք չի համարվել։ Լավ, ինչևէ, եկեք այդ փաստական մասը մի կողմ թողնենք։ Այստեղ կարևոր է, որպեսզի բոլոր նրանք, ովքեր պարտադիր զինվորական ծառայությունը չեն անցել եւ նրանց հարց է ուղղվում հիմքերի մասին, հատկապես եթե դա անում է իրավապահ համակարգը, այդ հիմքերը ներկայացնեն, բայց նաեւ քաղաքական գործիչները իրենց քաղաքական խոսքով այդ մասին խոսեն։
դուք նկատած կլինեք, որ մենք չենք խուսափում, ինչքան էլ որ մտածենք, որ որոշ հարցեր զգայուն են կամ անձնական են կամ ինչ են, այդ ամենի շուրջ բացատրություններ ներկայացնում ենք, որովհետև հավակնում ենք հանրային պաշտոն զբաղեցնել եւ մեր ժողովուրդը պետք է իմանա հնարավորինս շատ բան, այդ թվում մեր արժեքների մասին, մեր մտածումների մասին, անձնական տվյալների մասին, որպեսզի կարողանա ճիշտ որոշում կայացնել։ Հետևաբար կարևորը հիմքը գոյություն ունի, օրինական հիմքը, որովհետև երևի վարչապետի օրինակով դա ասեմ, եթե օրենքը տրամադրել է այդ հնարավորությունը եւ նույնիսկ իր կամքից դուրս օրինական կարգավորում է նկատի ունեմ իր ծնողների որոշումն է եղել թե քանի երեխա ունենալ, ոչ թե իր որոշումն է եղել, որովհետեւ մեր օրենքը նաեւ այդպիսի հնարավորություն է, չէ՞, տալիս նշեցիք, որ մարդիկ կան, ովքեր անձամբ ունեն երկու եւ ավել զավակ եւ դրա սա իր ծնողների եւ իր ընտանիքի հանգամանքների բերումով է տեղի ունեցել եւ օրինական հիմք կա դրա համար։ Այս կարեւոր է, սա պետք է լինի մեր շեմը, որովհետեւ գիտեք մենք հիմա օրերս այս նախորդ նստաշրջանում օրենք ընդունեցինք, որ աշխարհի լավագույն 50 համալսարաններում սովորող երիտասարդները մենք խրախուսում ենք, որպեսզի նրանք վերադառնան Հայաստան եւ աշխատանքի միջոցով կամ մասնավորում կամ պետական հանրային համակարգում նպաստ բերեն մեր պետության այդպիսով փորձեն նպաստ բերել մեր պետության զարգացմանը։ Հետևաբար այն բոլոր մարդիկ, ովքեր օգտվեն այս հնարավորությունից, մենք չենք պատրաստվում նրանց ստիգմայի ենթարկել եւ ասել, որ սխալ բան են կարել։ Հիմա գալով պարոն Կարապետյանին, այստեղ կներեք էլի արտահայտության համար, բայց կրկես է սկսվում։ Մարդը չի ասում, թե ինչ պատճառներով է ինչպիսի առողջական եւ այդ հաստատները գոնե հրապարակային թող չներկայացնի, քանի որ հասկանում ենք էլի անձնական պահ կարող է լինել, ոչ բոլոր մարդկանց համար է հեշտ առողջական խնդիրների մասին հրապարակային խոսել, բայց իրավապահ համակարգին ներկայացնել այդ հանգամանքները մանավանդ, որ իր տարիքը լրանալուց հետո, այսինքն ոչ թե 35 տարեկանում, այլ անմիջապես զինապարտության տարիքը լրանալուց հետո նա փորձել է ինչ որ կերպ ուրեմն առաջարկել արդեն երբ ժամանակը անցել է, առաջարկել պարտադիր զինվորական ծառայության անցնել, որը էլ պարտադիր չի կարող լինի։ Նա կարող էր օրինակ պայմանագրային զինծառայող դառնալ այդ տարիքում, եթե ցանկանում էր 2 տարով, որովհետև օրենքը դա էր նախատեսում։ Եթե 2 տարի ժամանակ ուներ տրամադրելու Հայաստանի Հանրապետությանը, կարող էր պայմանագիր կնքել։ Ինչու է դիմում պարտադիր զինվորական ծառայություն, որի համար այլևս պրոտոկոլ չկա, ըստ որի իրեն կկանչեին ծառայելու։ Կարող էր չէ պայմանագրային զինծառայող դառնալ եւ այդպիսով ուրեմն եթե չգիտեմ ինչ առողջական խնդիր եղել, որը որևէ կերպ անցել է կամ չգիտեմ ինչ է տեղի ունեցել։ Դեմավարույթ կա, կասկածում եք հնչական կոմիտեն։ Միշտեր նա ոնց որ հիմարի տեղ դնի մարդկանց, ինչ որ թուղթ է ցույց տալիս, որով դիմել է մի բանի, որի տարիքը եւ պայմանները արդեն իսկ անցել են։ Եվ փորձում է այդպիսով տպավորություն ստեղծել, թե ես շատ ուզում եմ ինձ չտարան։ Այդպես գիտենք, չէ՞, չի լինում Հայաստանում։ Որ շատ ուզում ես ճանապարհը գտնում ես։ Ոչ թե պարտադիր դե գիտեք ինչ կա, մենք նաև աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի նախ բանակում ծառայելը լինի մարդկային պայմաններով։ Գիտեք, տարիներ շարունակ ես սարսափել եմ, երբ լսել եմ, որ զինվորները թե ինչ հաճախականությամբ են նրանք լոգանք ընդունում։ Զուտ դա, բայց հիմա էլ է դա այդպես։ Մենք բարելավում ենք այդ պայմանները։ Ես հույս ունենամ, որ կրճատվի այնքան, որ բանակում ապրելու կյանքի կենսական պայմանները չեն տարբերվի, գոնե միջին վիճակագրական հայաստանյան պայմաններից։ Այդ ուղղությամբ մենք պետք է անպայման քայլեր։ Այդ մասով մի դիտարկում ասեմ։ Վերջին շրջանում շատ հաճախ եմ եղել քննարկումների, որտեղ օրինակ նույն նաև իրական սեռ ներկայացուցիչները բանակում, հա բանակը ավելի գրավիչ լինի նրանց համար, նրանց այնտեղ ներկայացվածությունը էլի շատ լինի։ Հիմնականում գիտեք ինձնից համար տարօրինակ, երբ այսպես նստած են զինվորականներ եւ այլն, կապ չունի, հա, նաև քաղաքացիականներ, կին տղամարդ եւ քննարկման առանցքներից մեկն էր հենց մարդկային արժանապատիվ պայմանները, եթե մենք ուզում ենք կանայք բանակում ծառայեն, հա։ Ի սկզբանե քննարկումը առողջ չէ։ Տղամարդը եւս մարդ է եւ տարանջատել, որ կնոջ համար պարտադիր է ամենօրյա լոգանքը, իսկ տղամարդու համար մեկ շաբաթը մի անգամ լոգանքնել է բավարար, արդեն իսկ աբսուրդ է։ Ես ձեզ հետ համ համաձայն եմ, համ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետեւյալի վրա, որ կար այսպիսի մշակույթ եւ ենթադրում եմ այդ մտածողությունը դեռևս ներկա է, որ բանակը ենթադրում է որոշակի
դիմացկունություն դժվարությունների եւ այդ դիմացկունության ակնկալիքները հանկարծ ուռճացվում են եւ դառնում են պարտադիր անմարդկային տառապանքներ եւ նաեւ անմարդկային վերաբերմունք։ Եվ իհարկե հասկանում եմ այդ դիսկոմֆորտը, որ կանանց զինվորական ծառայության ավելի մեծ քանակով անցնելու ընթացքում նաև քանի որ կանայք չունեն այդ կաշկանդվածությունը մատնանշելու, որ ինձնից դիմացկունություն կարող եք ակնկալել օրինակ ֆիզիկական պատրաստվածության կամ կոնկրետ ինչ-որ զորավարժություն են անում դրա շրջանակներում, այսինքն այդ մշակույթը, որով կարելի է լռեցնել եւ ասել դե պետք է ամեն ինչին դիմանաս, կանանց պարագայում չի գործում։ Եվ եթե խոսակցությունը այդտեղից է բացվում եւ կարող է իհարկե պետք է տարածվի բոլոր զորամասերի, բոլոր զինծառայողների վրա, ապա ես չեմ պատրաստվում դիմադրել դրան եւ ասել ինձ դուր չի գալիս խոսակցության այդ ընթացքը։ Ինձ համար վերջնանպատակն է կարեւոր, որպեսզի բոլորը ծառայեն մարդկային պայմաններում, իսկ առհասարակ մենք նաեւ այդ ուղղությամբ կարծում եմ քայլեր արդեն կատարում ենք, որ Հայաստանը աշճանաբար անցնի պրոֆեսիոնալ բանակի, իհարկե ես գիտեմ, որ պաշտպանության նախարարը բացառում է տեսանելի ապագայում պարտադիր զինվորական ծառայությունից Հայաստանի Հանրապետության հրաժարումը, բայց մենք արդեն իսկ կրճատել ենք ժամկետը, հույս ունենամ կշարունակենք այս ուղղությամբ քայլեր կատարել։ Շատ լավ, անդրադառնանք եւս մի հարցի, մասնավորապես, այսքան հարցը փոխկապակցվեք որպես ինֆորմացիոն առիթ դրա մասին խոսում ենք, ԵԽԽՎ բանաձևի մասին է խոսքը, վարչապետի եւ կաթողիկոսի միջև լարվածության մասին են խոսում, տարակուսանք են հայտնում, նաեւ քաղաքական, այսպես ասենք, մարգինալացման, քաղաքական դաշտի վերաբերյալ կոչ են անում հարաբերվելու եզրեր գտնել ընդդիմությանը եւ իշխանությանը եւ օրինակ ընտրարշավը իրականացնել հարցերի եւ քաղաքական բովանդակության տրամաբանության մեջ, այստեղ իշխանության դերակատարումը պետք է, այսպես ասենք, բավականին նկատելի լինի, որովհետև իշխանության կրողները դուք եք, հա։ Ինչ եք անում այդ առումով, օրինակ կամ էլ եթե ձեր հիմնավորումները այդքան փաստարկված են, ինչու են ձեր ԵԽԽՎ գործընկերները մտահոգ այս հակասություններով, ինչ կա այդտեղ մտահոգվելու, եթե դուք Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հարց եք լուծում։ Մենք ուշի-ուշով հետևում ենք միջազգային զեկույցներին եւ դրանք լուրջ ենք ընդունում։ Ես առնվազն երկու բան կցանկանայի շեշտել, որ անցած տարեվերջին, իսկ զեկույցը ծածկում է կարծես թե անցած տարվա երկրորդ կեսը, դեկտեմբերին, մենք հանդես եկանք հայտարարությամբ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ընդունել է էթիկայի կանոնագիրք եւ դրանով ել ավելի, այսպես ասած, թարմացված մոտեցմամբ հանձնառություն ենք վերցնում, որ հանրային քննարկումների որակը բարձր պահենք, այսինքն քննարկումները լինեն փաստահենք եւ չհատեն դաշտը անցնելով, ասենք, վիրավորանքների դաշտ։ Միևնույն ժամանակ մենք ընդգծում ենք, որ եւ սա տարիներ շարունակ ենք արել, որ մեր բարեկրթությունը որպես թուլության նշան չընկալվի եւ մենք գուցե առաջին անգամը երբ լսենք պայմանական ասած փոքրիկ խմբակարտահայտությունը պատասխանենք բարեկիրթ։ 10-րդ անգամ երբ լսենք համապատասխան արձագանք կարող է հնչել դրան, չընկալել մեր բարեկրթությունը որպես թուլության նշան, մանավանդ որ փորձ է հիմա կատարվում շատ արհեստական ուժեղ թե թույլ լինելու խոսակցություն ներմուծել հայաստանյան խոսույթ։ Եվ երկրորդ բանը, սա մեր մասով, այսինքն մենք այդ հանձնառությունը վերցրել ենք։ Մենք նաև հենց օրինակ այսօրվա խորհուրդը սահմանելու հարցում ձեռք ենք մեկնել համերաշխությունը այն հարցերի շուրջ, որոնց շուրջ համերաշխությունը չի կարող վիճարկվել, այն է հայրենիքի համար զոհվածների արչև հիշատակի եւ խոնարհման եւ հիշատակի օր սահմանելու հարցում ձեռք ենք մեկնել ընդդիմությանը, որպեսզի կարողանանք այդ համերաշխության մինիմալ կետը գտնենք։ Մենք ավելի վատ փուլեր ենք ունեցել, մենք ունեցել ենք ժամանակներ, երբ անդիմությունը բոյկոտում էր խորհրդարանական աշխատանքը եւ ելի միջազգային գործընկերները մեր ուշադրությունը հրավիրում էին նրա վրա, որ մենք պետք է ջանք գործադրենք, որպեսզի նրանք վերադառնան։ Եվ մենք այդ ջանքը գործադրում էինք։ Այս իրավիճակում էլ մենք իհարկե մեր աշխատանք կկատարենք, որպեսզի բևեռացումը, որը մատնանշված է զեկույցում, հանրային քաղաքական կյանքում Հայաստանի վերանա։ Բայց սա երբեք չի նշանակելու, որ մենք անպաշտպան ենք թողնելու Հայաստանի Հանրապետությունը, այսինքն հարձակումներ սահմանադրության նկատմամբ, պետականության ինքնիշխանության նկատմամբ անպատասխան չեն կարող մնալ եւ ժողովրդի նկատմամբ, այսինքն եթե ինչ-որ մեկը նորից հանդգնի, ես հիմա չվերարտադրեմ այդ բառերը, անվանել ժողովրդին
որևէ բան կստանա համարժեք պատասխան։ Մի ճշտում եւ շարունակենք հայրենիքի համար զոհվածներ ասելով դուք նկատի ունեք նաեւ Արցախը։ Ես նկատում եմ, հայրենիք պետություն։ Մեր պատկերացումը էս է, այլ բան, որ ինչպես խոսեցինք հաղորդման սկզբում, այն պատերազմները, որոնք մղվել են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, եթե մենք խորը վերլուծության ենթարկենք այդ պատերազմների նպատակադրումը, մենք կհասկանանք, որ այդ բոլոր պատերազմների վերջնանպատակը եղել է Հայաստանի Հանրապետությունը ծնկի բերելու, այն ոչնչացնելու, մեզ մեր պետականությունից եւ անկախությունից զրկելու վերաբերյալ այդ նպատակով են եղել այդ պատերազմները։ Հայրենիք ասելով նկատի ունեք Հայաստանի Հանրապետություն։ Հայրենիք ասելով մենք նկատի ունենք Հայաստանի Հանրապետությունը։ Թույլ ուժեղ ասեցիք, իսկ թույլ Բայց պատկերացրեցիք, չէ՞, չեմ ասում, ես նկատում եմ, որ Լեռնային Ղարաբաղի թե առաջի պատերազմի, թե երկրորդ պատերազմի զոհերի հանգամանքը մենք պետք է դիտարկենք այն պատմական կտրվածքում, թե ինչպես է ստեղծվել Հայաստանի Հանրապետությունը, իսկ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է որպես սիամական երկվորյակ։ Ես ձեզ հասկացա։ Ուժեղ եւ թույլ։ Թույլ չեք արդյոք, որ չեք կարողանում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության սպառնալիքին հեռացնել։ Ում նկատի ունեք Կտրիչ Ներսիսյանին։ Կաթողիկոսին։ Դեռ չի ավարտվել պատմությունը, որ պատմությունը կավարտվի, նոր այդ հարցը կկարողանա միանշանակ է, պարոն Ներսիսյանը պետք է դուրս գա Հայաստանի Հանրապետությունից, որը նաև մեկից ավել քաղաքական կուսակցությունների արդեն երկրորդն էլ գրանցվեց։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Մարիա Կարապետյանն էր։ Այժմի համար այսքանը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջինի հետ։